Ողջույն, ես Էրիկն եմ։ Հայ երգի ակումբները նախագծային շրջանակներում այսօր կխոսենք Սարաթնովայի մասին։ Սարաթնովան հայ մշակույթի ամենավառ կերպարներից է։ Նա ոչ միակ մեծ աշխուժ է, այլև խորապես կրթված բանաստեղծ, երգահան ու երաժիշտ։ Սարաթնովայի անունը դարձել է սիրո, գեղեցկության, քնարականության և ազգային ոգու խորհրդանիշ։ Նրա արվեստը միահյուսել է տարբեր մշակույթներ, լեզուներ ու ազգերի զգացմունքներ, միաժամանակ պահպանելով իր անփոխարինելի հայկական էությունը։ Սարաթնովան իսկական անունը Հարություն Սարհատյանն է։ Ծնվել է 1712 թվականին Թիֆլիսում։ Նա ապրեց մի բարդ ժամանակաշրջանում, երբ Կովկասը գտնվում է պարսկական ու թուրքական ազդեցությունների տակ, սակայն այս միջավայրը նաև նպաստեց նրան, որ Սարաթնովան շփվի տարբեր ազգերի ու մշակույթների հետ, ինչն էլ խորացրեց նրա ստեղծագործության բազմաշերտությունը։ Նա գրել է հայերեն, վրացերեն, պարսկերեն և ադրբեջաներեն լեզուներով, ինչն իր ժամանակի համար եզակի երևույթ է։ Սարաթնովայի երգերը հիմնականում սիրային քնարերգություններ են, սակայն դրանցում հաճախ կարելի է գտնել փիլիսոփայական մտքեր, կրոնական հղումներ և նույնիսկ քաղաքական ենթատեքստեր։ Նրա սիրո բանաստեղծությունները առանձնանում են խորը հուզականությամբ, նուրբ լեզվով ու պատկերավորվածությամբ։ Նա սիրո զգացմունքը վեր է հանել առօրյայից, դարձնելով այն սրբազան ու հոգևոր։ Սարաթնովան նաև տիրապետել է երաժշտության տարբեր ձևերին։ Նա ոչ միայն գրել է երգեր, այլև կատարել դրանք թառով կամ սազով, երբեմն նաև քմանչարով։ Նրա երգերն առանձնանում են մեղեդանությամբ ու երաժշտական հարստությամբ։ Նրանք տարածվել են հարոց տարբեր շրջաններում և դարձել ժողովրդական հարստություն։ Կյանքի վերջին տարիները եղել է դժվար։ Վարդապետական աստիճան ստանալուց հետո նա երկար ժամանակ ծառայել է եկեղեցում, սակայն հետագայում իր երգերի պատճառով հեռացվել է հոգևոր տարածությունից։ 1795 թվականին, երբ պարսիկ աղա Մահմադ խանը մեղորել Թիֆլիս, Սարաթնովան հրաժարվեց ընդունել մահմեդականություն և նահատակվեց իր հավատքի համար։ Սարաթնովան իր արվեստով բարձրացրել աշխարհական երգը, գրականության ու երաժշտության բարձրացում մակարդակին։ Նրա ստեղծագործությունները հավերժած սիրո, հուզմունքի և հայեցի ոգու խորհուրդ են։ Մինչև այսօր Սարաթնովայի երգերը շարունակվում են հնչել համերգային բեմերում, դպրոցներում ու ընտանիքներում, հիշեցնելով մեզ այն բարձր արժեքների մասին, որոնց նա իր կյանքով ու երգերով ծառայել է։